Պաշտոնական Բաքուն չի հանգստանում։ Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից հղվող խաղաղության ուղերձներին, չի խաղաղվում Ադրբեջանը։ Արցախի 120,000 հային էթնիկ զտման ենթարկելուց հետո դիմել է ՄԱԿ, որպեսզի 1918 թվականին ադրբեջանցիների ձեռքով հայերի կոտորածը վերագրվի հայերին ցեղասպանության անվան տակ։ Նրանք առիթն օգտագործում են, քանի որ մեր իշխանությունները, թույլ իշխանությունները պետք է զիջումների էլի գնան, իրենք ասում են, քանի պահան է օգտագործեն կառիթը։ Իդեպ, մինչ իշխանությունը քննարկում է ցեղասպանության զոհերի ցուցակագրման թեզը, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հայտնվում է թիրախում։ Պատճառը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի պատմության մասին գիրք նվիրելն էր։ Ինչ է նշանակում, թե գիրք են նվիրել։ Եթե այդ իրողությունը եղել է, այս հայերի կոտորածները, բռնի տեղահանությունը եղել է, չէ՞։ Ոնց կարելի է դրան նվիրված գիրք է հիմա տպագրվել, նվիրում են Վենսին։ Ինչ կա այդտեղ։ Այսինքն սա նշանակում է, որ իրենք վախենում են ադրբեջանական իշխանություններից, թե հանկարծ չեն ստորագրի այդ փաստաթուղթ, այսպես կաշազեն մի թուղթ, որ իրենց պետք էր ներկայանալ ժողովրդին, տեսեք մենք խաղաղություն ենք բերել։ Պատմության դեմ պայքարող Հայաստանի իշխանությունը փորձում է նաև դասագրքերից դուրս մղել Արցախը, Մասիս սարը եւ ազգային զինանշանը։ Պատմության ծրագրերում Արցախի մասին գրեթե չկա, որ ասենք հեղինակը վերցնի, ծրագիրը կարդա եւ գրի։ Այստեղ մնում է մարդու հայ մարդու մտածողությունները, որ նա կարողանա ինչ որտեղ այդ նյութերը դնել, որովհետեւ մեր երեխաները ուսումնասիրեն։ Մինչ Բաքուն կեղծում է պատմությունը, Հայաստանի ներկայ իշխանությունը փորձում է վաղվա սերնդին թողնել մի հայրենիք, որտեղ հայկականությունը կարող է մնալ միայն պատմության փոշոտ էջերում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։